Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ֆրանսիական ինստիտուտն առաջին անգամ երաժշտության տոնը նշեց Վանաձորում։ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հրապարակում, անվճար բացօթյա համերգով։ Ելույթ ունեցան Ջինջ և Լավելի խմբերը։ Սևանա Չաքերյանի և Գորգ Թադևոսյանի կողմից հիմնված ֆրանս-հայկական ջինջ խումբը նոր ժանր է ստեղծել տեղի երաժշտարվեստում՝ արմոբիթ, որը համատեղում է հովերգական սրինգն ու էլեկտրոհնչյունները, ավանդական երգերը և քաղաքային ռեփը, ֆրանսերեն ու հայերեն։ Բարև ձեզ Վանաձոր։ Կամ էլ պետք է ասել bonsoir Վանաձոր, comment allez-vous։ Մենք ջինջ խումբն ենք։ Ճիշտ ասած, մենք ստեղծվել ենք Փարիզի ու Կիրովականի միջև այդպես մի տեղ աշխարհում։ Դրա համար շատ ուրախ եմ, որ այսօր Fête de la Musique-ին միջազգային երաժշտության օրվա առիթով այստեղ ենք այս բեմի վրա։ Ական թվականներին Վանաձորում է ստեղծվել Լավելի խումբը։ Իր երգերում համատեղում է ռոքի էներգիա և բանաստեղծական տեքստերը։ Նրանց կուլտային ալբոմները հետք են թողել երաժշտասերների մի քանի սերունդների վրա Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Վանաձորից ծնունդ առած Լավելին անմոռանալի անակնկալ պարգևեց երկրպագուներին։ Բեմում միասին են երգում։ Իսկ Վանաձորին բնորոշ հորդառատ անձրևը նրանց այդպես էլ չխանգարեց։